Ովքեր էին Բայց թիվը քանի որ շատ տեղյակ չեմ, թիվը քանի որ շատ է, չիմացարում որ ուրիշ դատարանում էլ էլի կալանքի հարցերը քննվի, դե իշխանությունները ունեն, չէ՞, սրտի դատավորներ կալանքի, նախկին հանրապետություն կուսակցությունն է կարկառուն դատավոր կա։ Նա գնալու եք դատարանների մոտ։ Վստահաբար մեր հայրենիքները շատ են, մենք էլ ներսում դինենք դատարանների մոտ։ Չէ, ամենայն հավանականությամբ արդեն դատարան։ Որտեղ կալանքի հարցն է հնարավոր ժամվա ընթացքում կալանքի հարցը պետք է։ Որ դատարան։ Նոր զանգված ավար նստավեր։ Դաշնակցականներից մաքան Երեք։ Մյուսները սրբազան պայքարի ներկայացուցիչներն են մյուսները։ Բագրատ Սրբազանը ներսում։ ում է մակագրվել։ Իմիջած լրագրող դեռահայտ չի։ Իմիջած լրագրողներին տեղեկացրել, որ նոր լրահոսում Քիչ կոմ կխոսեք, բանա, օնլայն ռեժիմով ձեր հացին վայիս ա լինում, այսպես ասեմ, քնչականը դառել է լրատվական եւ այն զենքերը, որ ցուցադրել է, այդ զենքերի մեջ կան, այգին առնվազն 1-2-ը ես գիտեմ տղեկի մոտից վերցրել են օրինական զենքեր են։ Վաու, անօրինական որևէ բան չկար դրանց։ Հասկանա։ Մանուկյան մի ցուցակ է հրապարակվել, որտեղ կառավարության կազմ է ներկայացված։ Այս մասին ինչ կարծիք եք։ Մեկը միշտ պետք է գործընկերեն դիմում նաև ձեր։ Դուք այդ ծառայամիտ քննիչների խոսնակները չեք։ Իրենք ձևակերպում են, որ գաղտնիություն է։ Գաղտնիությունը նշանակում է քրեական գործի որևէ փաստական տվյալ չեն հրապարակում, բայց իրենք ամբողջությամբ աշխատում են մանիպուլյացիայի մեջ։ Որևէ ձայնագրություն, որևէ փաստաթուղթ, որ հրապարակում է, որևէ մեկի համար հիմք չպետք է լինի։ Սիրելի գործընկերներ, մինչև դուք չպարզեք հաստատապես ձայնագրությունը, փաստաթուղթը, որևէ մի բան հիմք չպետք է լինի, որտեղ այս իշխանությունը նրան ծառայողները այնքան կեղծիքներ են արել։ Ես այսօր գործընկերների մի օրինակ եմ ասել։ Մի տարի առաջ Ղևոնդյան Հրաչ անունով քաղաքացու ձերբակալի հանրային եթերով լուրերով Լևոն Քոչարյանի անուն իբր ձայնագրություններ, իբր էլի մահափորձ էր ինչ է։ Մի տարի անցել է, մեկը դեռ գնացեք հարցրեք, ինչ եղավ։ Գործը կարգել են, զերո։ Իսկ քրեական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ Լևոն Քոչարյանի անունը եւս կար, խոսել եք իր հետ։ Նորից եմ կրկնում, քննչական կոմիտեն, այն քննչական կոմիտեն, որ ես եմ տեսնում, թե ինչպես է ծառայում։ Մի փաստ մենակ, Նիկոլ Փաշինյան ազգային ժողովի դահլիճում նստած այս ստատուս գրելուց հետո քննչական կոմիտեն քրեական գործ արություն, այնտեղ քննչական կոմիտե չկա, պագոն չկա, ուսադիր չկա եւ ուսադիրի պատիվ չկա։ Այնտեղ կա լոկ մեկ բան՝ ծառայություն։ Ժամանակավոր է իհարկե, բայց ծառայություն։ Թող տեսնեն, այսինքն այդ նույն քննիչները այսօր թող մեկ է հարցն է, բա Արգիշտի Քյարամյանը ուր է։ Սասուն Խաչատրյանը ուր է։ Ուր է։ Հիմա քննչական կոմիտեի կեղծ քրեական գործերով արդեն տուժողների, ամբաստանյաների որպես փաստաբան շահերն են պաշտպանում։